արդյոք բանակցություններ են ընթանում եւ մյուս հարցը ի տարբերություն TRIP-ի Հայաստանից դեպի Ադրբեջան ու Թուրքիա ձգվող երկաթգծի մի քանի մասնավորապես Իջևանի, Երասի, Աղբեկի հատվածները վերականգնելու խնդրանքով Երևանը դիմել է ռուսական կողմին, արդյոք ՀԴ-ից արձագանք կա, սեր ցուցակի մասին էլ խոսեցիք, անվտանգության ԵՄ ավիացիոն, ինչն է պատճառը, ասում եք, որ դեռ նոր, ճիշտ հասկացա, 60 նոր խնդիրներ են արձանագրել եւ 60-ը դրանց արդեն շտկել, 60%-ը։ Խնդրում եմ ասեք, ինչն է պատճառը, որ 5 տարի շարունակ այս հարցը չի լուծել, փաստորեն նոր խնդիրներ են առաջացել, ու արդյոք մեզ եւս 5 տարի է անհրաժեշտ, որպեսզի դուրս գանք ԵՄ անվտանգության սև ցուցակից։ Նոր խնդիրներ չեն առաջացել, արձանագրվել են նոր խնդիրներ, այսինքն էական տարբերություն կա ձևակերպումների մեջ, այն խնդիրները, որոնք արձանագրվել են, դրանք չեն առաջացել վերջին տարիների ընթացքում, դրանք եղել են ավիացիոն կոմիտեի շարունակական բաց թողումներ, որոշները օրենսդրական մասով, որոշները կառուցվածքային մասով կամ այլ մասերի հետ կապված։ Պիտի ասեմ, որ այո, երկրորդ աուդիտը իրականացվել 2025 թվականի սեպտեմբերին եւ իմ նշած խնդիրները, որոնց 60%-ը ուրեմն վերացված են, դրանք հայտնաբերվել են 2025 թվականի աուդիտի արդյունքում, ոչ մեզ եւս 5 տարի անհրաժեշտ չի, չնայած այն երկրները, որոնք հայտնվել են սև ցուցակում վերջին տարիների ընթացքում, այդ երկրներից շատերին այո 10 տարի է պետք եղել սև ցուցակից դուրս գալու համար, բայց մեզ 10 տարի պետք չի լինելու դրա մասով։ Ինչ վերաբերվում է էներգա համակարգերի միացմանը, ես արդեն ասացի, որ մենք Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության ներկայացուցիչներն են Հայաստանի եկել սեպտեմբերի որ ասած։ Այն կառույցի ներկայացուցիչները, որոնք աուդիտ են իրականացնում։ Եթե անդրադառնամ էներգետիկ համակարգերի միացմանը, ապա ես նշեցի, որ տեխնիկական խոչընդոտ որպես այդպիսին գոյություն չունի, այսինքն կան ենթակառուցվածքներ, որոնք պետք է կառուցվեն, բայց այդ ենթակառուցվածքների կառուցումը իրատեսական եւ իրագործելի է եւ հետեւաբար մեր տրամադրվածությունը այնպիսին է, որ այո, այն պահին, երբ որ հնարավոր է դա իրագործել, տեխնիկական խնդիրներ չեն առաջանա այս մասով։ Երկաթգծի մասով ես 2 անգամ այդ հարցին պատասխանեցի, այո, աշխատում ենք ռուսական կողմի գործընկերների հետ եւ մեծ է հավանականությունը, որ իրենք կներգրավեն այդ հատվածների վերականգնման աշխատանքներում, բայց նաեւ գործընկերների հարցինի պատասխան ասացի, որ դեռևս վերջնական պատասխան չունենք։ Սեր ցուցակից դուրս գալու կանխատեսություն կա մոտավորապես այս տեմպերով եւ դուրս գա։ Տեմպերը բավական արագ են, բայց կանխատեսում անել չեմ կարող։ 5 տարի եւս պետք չի գալու։ Իմիջիալոց, եթե անդրադառնամ դրան, ես կուզեմ մի հաստատական տվյալ նշել։ Ինչ խնդիրներ են տեխնիկական, որ չեն շփվել կամ նոր են առաջացել։ Արդեն ասացի, դրանք կա մի մասը կառուցվածքային ձևի փոփոխության պայմանավորված, մի մասը այլ կոմիտեի, այլ վարչությունների գործառույթների հետ կապված են, աշխատանքային հարցեր են, որոնք լուծվում են եւ կլուծվեն։ Միևնույն ժամանակ կուզեմ նշել, որ արդեն այսինքն իմ ներածական խոսքում նշեցի, որ սև ցուցակում գտնվելու հանգամանքը ինքը բացասական հանգամանք է, բայց այն չի խոչընդոտել մեծ հաշվով վերջին տարիների ընթացքում ավիացիայի աճին Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես արդեն նշեցի, որ մեր 2 օդանավակայաններում իրար հետ աճը աճել է 2024 թվականի համեմատ 7.5%-ով, Հայաստանի Հանրապետությունից այլ երկրներ եւ այլ երկրներից դեպի Հայաստանի Հանրապետություն 48 ավիաընկերությունների կողմից 67 ուղղություններով թռիչքներ են իրականացվում եւ նաեւ հաշվետու տարվա ընթացքում մեկնարկել են 10 նոր ուղղություններով թռիչքներ, այդ թվում եվրոպական ուղղություններով, այդ թվում նաեւ Գյումրի Շիրակ օդանավակայանից դեպի Լառնակա ուղղությամբ եւ Վիզեյրի մեր գործընկերների հետ քննարկում ենք եւս մեկ եվրոպական ուղղությամբ թռիչքի մեկնարկումը էլի Գյումրի Շիրակ օդանավակայանից, զուգահեռ աշխատանքներ են տարվում նաեւ նավիգացիոն համակարգերով համալրել ուրեմն Սյունիք օդանավակայանը Կապանի եւ այնտեղ նաեւ էլի պլաններ ունենք Սյունիք օդանավակայանի մասով
եւ այնտեղ էլ չվերթների ինտենսիվություն կապահովենք առաջիկայում, չնայած նախորդ տարվա ընթացքում մենք հասել ենք այն գրաֆիկին, երբ որ յուրաքանչյուր աշխատանքային օր Երևանից դեպի Սյունիք եւ հակառակ ուղղությամբ չվերթներ են մեկնարկում, սա թվարկում է մի պատասխան նաեւ այն հարցի, որ արդյոք ինքը ավիացիոն ցուցակը նշանակում է Հայաստանի ավիացիայի կործանում, ոչ չի նշանակում Հայաստանի ավիացիայի կործանում, Հայաստանի ավիացիան զարգանում է եւ վերջին տարվա ընթացքում շատ ավելի լայն թափով է զարգանում, դա ցույց են տալիս նաեւ 10 նոր ուղղություններով մեկնարկող եւ առաջիկայում մեկնարկելիք չվերթները։ Բայց ոչ հայկական ավիափոխադրողների շնորհիվ, որտեղ հայկական ավիափոխադրողները չեն կարողանում Եվրոպական ուղղություններով այլ ավիափոխադրողներ են, հայկական ավիափոխադրողների թռիչքների ինտենսիվությունն էլ ավելանում է դեպի այն ուղղություններով, որտեղ եվրոպական սև ցուցակում գտնվելու հանգամանքը էական ազդեցություն չունի։